Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է, միջազգային ագետ Արման Ավագյանն է իմ հյուրը, բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ ջան։ Դե մենք չնայած թե գիշերը շփվեցինք, թե նաև այսօր առավոտյան, բայց ամեն դեպքում առաջարկում եմ խոսել այն ռումբի պայթունի նմանվող երեկվա տեղեկատվական բոցից, հա, եթե sense կարելի ասել, ընդ որում այդ տեղեկատվական բոցը երկու անգամ եղավ, հա, մի անգամ եղավ այն տեսքով, որ ինսայդերն էր հրապարակել, ես կխնդրեմ դու նաև ինսայդերի ով լինելը ու ընդհանրապես հեղինակության մասին խոսած, հետո արդեն շարունակենք բոցերից խոսալ։ Հա, մի տեսակ երկու սերիանոց, այդպես ասենք, տենց պատմություն, որը վերաբերում է նույն քաղաքական ուժին, թերևս ու խոսենք ինսայդերից մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, լինելով Եվրոպայում, հաճախ ունենալով ինսայդերի տված տեղեկատվությունը, որը ֆրանսիական մամուլն է արտատպել եւ ընդհանրապես եվրոպական հասարակությունը բավականին ծանոթ է, դա մի լրատվական է, որը գործում է Լատվիայում, որտեղ ներգրաված են ռուս ժուրնալիստներ, որոնք ունեն բացառիկ աղբյուրներ FSB-ում, հա, այդ ռուսական հատուկ ծառայություններում նրանք ունեն իրենց աղբյուրները եւ մինչ օրս, որտեղ կարող ենք բերել օրինակներ եւ որպեսզի բոլորը իմանան, հա, այդ Սկրիպալի եւ Նավալնիի թունավորման գործերը իրենք են բացահայտել, իրենք են բերել դաշտ եւ դրանք բոլորը հավաստի տեղեկություններ են եղել, այսինքն գործ ունենք մի հավաստի լրատվամիջոցի հետ, որը հետաքննական եւ լրջությունը պահպանել է առաջին իսկ օրվանից եւ մինչ օրս ոչ մի fake news չի տարածել եւ այն ինչ մենք հայտնաբերեցինք երեք ըստ էության չեմ կարծում թե կարելի է դնել կասկածի տակ։ Հա, եւ իհարկե թերևս մեր հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն դրանով, որովհետեւ չէ, որովհետեւ այն ինչ որ հնչեց, դե առնվազն, չգիտեմ ոնց ասեմ, հա, մեր հյուսիսային դաշնակցի կողմից հեշտ դաշնակցային չի, դով ասենք Հայաստանում այտենց գործակալական ցանց, այտենց դեմքեր, ովքեր են ներգրավել, ինչ պաշտոնյաներ են եւ իրականում ինչով է զբաղվում։ Այո, Գագիկ ջան, մենք պետք է հաշվի առնենք մի շատ կարևոր հանգամանք, որ Հայաստանի Հանրապետության, մեր պետության հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եղել են կան եւ մնում են դաշնակցային, այսպես թե այնպես ամենաբարձր մակարդակում եւ այդ հարաբերությունները մեր պետությունը ես համոզված եմ շարունակել է պահպանել, նույնիսկ եթե մի քիչ ոչ գործընկերային գործելակերպեր ենք սկսում տեսնել եւ արի ու տես մենք այսպես ասենք, հա, այդ պրեզումպցիայից ելնելով, այդ անմեղությունից ելնելով, կանխավարկած ասածից ելնելով դիտարկենք այս տեսանկյունից, որ կան որոշակի ուժեր, որոնք ուզում են փոփոխություններ Մոսկվայում, այնինչ այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարը կլինի կամ ղեկավար կազմը բավականին ակտիվ շփման մեջ են, Հանրապետության ղեկավարը ինչպես արդեն մատնանշեց 200-ից ավել հեռախոսազանգ է ունեցել, 18 թվականից ի վեր Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ անմիջականորեն եւ այդ հարաբերությունները շատ ընկերական են եւ շատ բարձր մակարդակի են, թերևս կան որոշակի ուժեր, որոնք ուզում են ուրիշ դերակատարություն երևի թե, հա, ունենալ, փոխել, հա, ինչ որ փոխել եւ Հռոմի պապից երևի թե ավելի կաթոլիկ երևալ տվյալ պարագայում, եկեք փորձենք նաեւ այդպեսին նայել եւ չսրենք, հա, այլ ավելին, որովհետեւ հիմա մենք մի գործընթացում ենք, մենք դրա մասին բազմիցս խոսել ենք, հա, հիբրիդային գրողների ամենաթեժ պահն է մեզ մոտ սկսվում, ես իմիջիայլոց մեր հեռուստադիտողի նաև սառնասրտությանն եմ կոչ անում, որպեսզի այդ ամբողջ լրատվական հոսքերին վերաբերվել շատ հանգիստ, շատ սառնասրտորեն եւ չմոռանանք մի բան, եւ դա մատնանշել է արդեն երկրի ղեկավարը, որ այսօր մի տարբերություն կա, մի մեծ տարբերություն կա
եթե նախորդ տարիներին մինչև 18 թվական հեղափոխությունը տարբերությունը այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շարժվում է իր գերակա շահով եւ քանի դեռ այդ շահերը համընկնում են ցանկացած տիպի պետության եւ հատկապես գերտերությունների հետ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը դա գերտերություն է եւ դա մենք շատ լավ հասկանում ենք, ինչպես եւ Ֆրանսիան, ինչպես եւ Միացյալ Նահանգները եւ ինչպես եւ Եվրոպական միությունը, դրանք եւ Չինաստանը, հա, չմոռանանք եւ մատնանշենք այս պարագայում բոլորին եւ այդ կոնտեքստում մենք պետք է դիտարկենք հարցադրումները եւ մենք պետք է դիտարկենք մեր կարծիքը եւ երբ որ որոշում ենք կայացնում, այդ կարծիքները պետք է լինեն ուղղորդված միայն մեր գերակա շահը չմոռանալով եւ ընդհանրապես դա ակամայից էմոցիոնալ ենք լինում, բայց դա էլ է արդարացված էմոցիան, որովհետեւ նախ մենք էմոցիոնալ ազգ ենք, մենք հարավային ազգ ենք, մենք տակարում ենք, դա պետք է չմոռանալ, ինչպես իտալացի միջերկրական երկրները բոլորը, հա, իտալացիներ, իսպանացիներ, հայեր, մենք շատ բուրն ենք ամեն ինչին մոտենում, բայց հարգելի ժողովուրդ պետք չի տրվել էմոցիաներին տվյալ պարագայում, այս գործը հանգիստ է սիրում։ Ընդ որում ես միայն էլեմենտ ասեմ ու նորից անցնենք մեր քննարկման բուն թեմային, դու իմացար վստահ եմ, որ Մարգարիտա Սիմոնյանը դնդհետ տեստ է հանձնել ու պարզվել է, որ ինքը ընդամենը 18%-ով է հայ։ Բայց ամենահետաքրքիրը ներողություն, որ ինքը գրել է, որ մնացածը ինչ ազգ է, ես չգիտեմ։ Տեսեք, ես դա եթե դիտարկենք որպես դու դիտարկի որպես հումոր, ես դիտարկեմ որպես տրագեդիա այդ կնոջ համար եւ վերջի վերջո ոնց որ թե իրականությունն էլ այդտեղ ջրի երես ելնում, այստեղ էլ ենք հասկանում, որ ընդամենը 18%-ով է հայ, եթե իրականում այդպես է, որովհետեւ ոնց կարող ենք մենք հայազգի համարել մի անձնավորության, որը իր քաղաքական, իր ժուրնալիստական կարիերան սկսել է Բեսլանի երեխաների մահվան պատճառ դառնալով մահվան, պատճառ չասեմ, բայց լուսաբանելով եւ մինիմիզացնելով զոհերը, որը բերեց նրան, որ գրոհը եղավ։ Այո, հենց դա էլ մահվան 500 երեխաների փոխարեն ներկայացնել 100 ընդամենը կամ ավելի պակաս երեխաներ եւ որը պատճառ պատկերացնում եք, չէ՞։ Հա։ Եկեք մենք ընդամենը այդ անձնավորության անունը հիշենք եւ համարենք, որ այդ ազգանունը սխալմունք է եղել, այդ 18%-ն էլ չգիտենք ինչ է։ Դրա մեջ չգիտես ինչ խառնումներ կա, մի խոսքով մենք բոլորս հասկացել ենք, որ նա ազգությամբ ռուս է, մտածմունքով, աշխարհայացքով ռուս է եւ ժողովուրդ ջան, չմոռանանք, արդարությունը միշտ վերականգնվում է, Աստված միշտ գոյություն ունի, թերևս տեսնում ենք նրա իրավիճակը եւ ընտանեկան, թող Աստված դատի այդ ամբողջը, բայց այդ անձնավորությունը իր կարիերան ստեղծել է երեխաների արյունով, շարունակում է նույն բանը անել Ուկրաինայի ժողովրդին փնովելով, չորանալով, ինչպես էր առաջին օրերին ասում, 3 օրից Կիևը դա ինչ հարց է, որ 3 օրից պետք է լինի, եւ վերջին եւ վերադառնալով այդ տեսանյութին տխրահարճակ այդ իր խոսացածին անդառնալով, նա ինչպես է պատմում, թե երեխան միջանցքում է քնում եւ այլն, պատկերացնում եք, չէ՞, մի անձ ինչպես էր հրահրում պատերազմ, այսօր լացում է, որ այդ պատերազմից պաշտպանվում է իր սեփական երեխան։ Մի խոսքով, եկեք ոչ եթերային բառակապակցություններ այդ անձի նկատմամբ չկիրառենք եւ իմանանք, որ գործ ունենք սատանայի ներկայացուցիչ լիազորներ մեկի հետ իքական սերի, որը ինչպես պարզվեց հայել չի սկի։ Հա։ Դե իհարկե ինչ արդեն վերաբերվում է այդ տեղեկատվական բոցերին կամ ռումբերին, որ երեք նույն ինսայդերի միջոցով հայտնի դարձավ, ընդ որում այնտեղ հետաքրքրական բաներ կան, դե իհարկե դրանք դեռ պետք է ապացուցվեն, հա։ Մենք ամեղության կանխավարկածը դա օրենքի հաշվի առնելով ամեղության կանխավարկածը, օրինակ 17 թվականին ֆինանսավորումը Բարգավաճ Հայաստանի, Ռուսաստանի կողմից եւ հանրապետական կուսակցության։ Մենք կարող ենք մնալ այդ ամեղության կանխավարկածի մեջ, չմոռանալով նաեւ այդ անձնավորության անցյալը, որը մատնանշվեց ինսայդերի կողմից հրապարակված տեսանյութում, բավականին մանրամասնորեն, որի մասին ժողովուրդը շատ լավ գիտի, հիշողությունները թարմացվեց, դրանք ես նորից ոչ եթերային բառապաշար չեմ կիրառի, բայց դրանք
շատ տխրահռչակ են, դրանք վերաբերվում են այնպիսի քրեական գործերի, որոնք արի ու տես արդարացումներ են ունեցել անցյալում, հետո կան նաև նախընտրական տեսանք դրա բացարձակ այդ քաղաքական ուժի, որը ներկայացնում է այդ ղեկավարը, այդ քաղաքական ուժի կապակցվածությունը նույն արիուտես այդ նույն ծառայությունների հետ, ինչ հետաքրքիր ձևով այդ տեսանյութը, որը ես հրավիրում եմ դիտելու, եթե կան դեռ հեռուստադիտողներ, որ դեռ չեն դիտել, դա YouTube-ում է, դա ամենուր տարածված է, անպայման դիտել, վերդիտել, որովհետև այնտեղ կան շատ հետաքրքիր ինֆորմացիաներ, կան, այսպես ասենք, ինֆորմացիաներ, որոնք նրանք կարողացել են նույն ներքին այդ ծառայություններից ունենալ, հա, մարդիկ, որոնք այսքան այնտեղ սկրինշոթեր կա։ Հա, դա փաստաթղթերի տեսքով, բայց ինֆորմացիաներ կան, որոնք դուրս են եկել նույն KGB-ի այդ նույն աշխատակիցների կողմից, որոնք արի ու տես հետաքրքիր մի իրավիճակ, որտեղ Ռուսաստանում այսօր արդեն կազմաքանդվածության ինչ որ սկսվում է, հա, արդեն նշմարումը կա, որովհետև պետք է մեր հեռուստադիտողին նշենք, որ Ուկրաինան բավականին մեծ առաջընթաց է ապրում, բացառիկ առաջընթաց է ապրում Ուկրաինան, Գագիկ ջան, ինչպես տեսանք, 90 միլիարդ գումարը նա ստացել է Եվրամիությունից եւ այսօր նա ունի այդ հնարավորությունը։ Ֆրանսիայի արտգործնախարարը եւս 3 տեսանյութ հրապարակեց, վստահեցնելով, որ Եվրոպան շարունակում է եւ մատնանշելով այդ մեծ գումարը, որը ի տարբերություն Ռուսաստանի, որը չունի այդ գումարը, Ուկրաինան ունի եւ այսօր դրոնային պայքարում Ուկրաինան հաղթում է Ռուսաստանին դե ֆակտո, պատկերացնում ենք 500 դրոնից մոտավորապես 120-ը Մոսկվայի տարածքում են, մենք բնականաբար ոչ մի ցանկություն եւ մաղթանք չունենք, որ դրանք բնակչության վրա արձակվեն, որովհետեւ բայց պետք է նշել, բայց դա պատերազմ է եւ նշանակետին են հասել բազմաթիվ դրոններ, որոնք այդ նավթամթերքների պահեստներ, վերամշակման այդ գործարաններին են հարվածում եւ ամենակարևորը ռուս ժողովուրդը արդեն ինտերնետն է այնտեղ անջատված եւ դա արդեն շատ մեծ իրարանցում է անցնում։ Մի խոսքով ես ուզում եմ նաև անդրադառնանք դրանք, շատ կարևոր է Գագիկ ջան թույլ տու շարունակելով, որտեղ ինսայդերի տրված ինֆորմացիան արիտես ինչպես է զուգակցվում այդ քաղաքական ուժի, որ ըստիս արդեն քաղաքականապես դիակ է, ես դա համարում եմ այդպես, որովհետև չի կարող լինել մի սիտուացիա, երբ մի քաղաքական ուժի ղեկավարը ունի կան կասկածներ մի քաղաքական ուժի ղեկավարի վրա, մնում ենք այսպես ասած կանխավարկածի մեջ, բայց ես չեմ կարծում, որ որևիցե եվրոպացի ղեկավար այլևս լուրջ կհամարի որևիցե շփում ունենալ ագենտ կասկածվող մի անձնավորության հետ, որը ըստիս, որը նույնիսկ հավակնում է դառնալ վարչապետ, որը դրա անձնագիրն էլ չունի, մի խոսքով այնքան անհավանական երևույթների գումար կա, որ ես համարում եմ, որ գործ ունենք քաղաքականապես ավարտված մի շարժման հետ, որը տեսնենք թե ինչ կլինի, բայց ուզում եմ անդրադառնալ, եթե թույլ տաս, նրանց խոսույթներին, որովհետև այստեղ պետք է ժողովուրդը իմանալ, բախերից խոսենք, որովհետև ռուսների միակ գործիքը այսօր դե ֆակտո ռուսների, երբ որ ասում ենք, մենք գործ ունենք որոշակի ուժերի հետ, մենք չենք խոսում ռուս ժողովրդի մասին, բնականաբար, որը եղբայր ժողովուրդ է մեզ բոլորիս համար։ Եվ հայերս մենք բոլորս ցանկանում ենք ունենալ այդ ազատությունը, եւ այդ ազատությունն այսօր որ մեզ թույլ է տալիս կատարել այդ ընտրությունը։ Հարգելի հայ ժողովուրդ, մեր այդ ընտրությունը այսօր անում ենք ազատ կերպով։ Ուկրաինացիները այսօր արյուն են թափում դրա համար, որ կարողանան ունենալ ազատ ընտրության իրավունքը եւ գնալ եւ ապրել ազատ եւ վերջի վերջո ապրել եվրոպական արժեքներով, եվրոպական արժեքներ ասելով հասկանում ենք մարդակենտրոն արժեքներ, որոնց արդեն արդյունքներն ենք մենք տեսնում, քաղաքակրթական նաեւ, եւ քաղաքակրթական եւ չմոռանանք, որ մենք եվրոպացիներ ենք մեր էությամբ եւ եղել ենք եւ դա մենք պատմությունով ենք ապացուցել եւ մեր քաղաքակրթությամբ, իսկ այստեղ ինչը կուզեի, եթե թույլ տաս Գագիկ ջան խոսենք, որը շատ կարեւոր է, որովհետեւ հիմա քանի որ տեսնում ենք, որ ուժերի վերադասավորման հիմա հարցեր են այստեղ կուտակվելու,
Պետք է մի շատ կարևոր բան ունեմ մատնանշելու, որից պետք է ժողովուրդը չունենա այդ վախերը, որովհետև դրանք ռիսկային տոկոսայինը շատ փոքր է, բայց այստեղ մտածում կար, որ կարող է թե Ռուսաստանը Վրաստանի միջոցով փորձի հարցին լուծման ուկրաինական տարբերակ ներքաշել, նախ դրա շանսերը մինիմալ են, դրա այսպես շանսերը չասենք, դրա հավանականությունը մինիմալ են եւ համարյա թե անհավանական, բայց ուզեմ ասել, այդ գործառույթները կարող են օգտագործվել որոշակի ուժերի կողմից վախեցնելու համար, հա, եւ մի շատ տականք խոսույթ է շրջանառության մեջ դրվել, դա 300,000 ադրբեջանցիների խոսույթն է։ Հա, հիմա արդեն 500,000, 1 միլիոն, հիմա թույլ տուր, ես այդ խոսույթին պետք է, մենք դա հիբրիդային խոսույթ է։ Հիբրիդային հարձակման, հարգելի ժողովուրդ, ես ձեզ վստահեցնում եմ, ես ունեմ դրա փորձը Ֆրանսիայում, որը մինչև Հայաստանը հիբրիդային հարձակումների զոհ է դարձել դեռ նախագահ Մակրոնի առաջին նախընտրական քարոզարշավի ժամանակ, պարապած ենք, գիտենք ինչ են նրանք անում եւ հակազդել կարող ենք նաեւ այսպես, որը ես չեմ կարծում, որ հարիր կլինի մնացած ուժերին, դե լավ, հիմա եթե դուք ասում եք, Գագիկ ջան, 300,000 ադրբեջանցիներ գալ, դրանով վախեցնում, ես նույնիսկ տեսնում եմ տականք հոլովակներ ադրբեջաներենով։ Մենք էլ մյուս ուժերն էլ կարող էին հակազդել, արդյոք այս դեպքում էլ, եթե նրանք են հաղթում, արդյոք 300,000 հայեր չպետք է գնան, որպեսզի կռվեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ։ Ինչ դնենք հիմա էլ այդ խոսույթը տարածենք, հա? Դե հենց է դա, մենք հասկանում եք, չէ, որովհետև շատ հեշտ է հակազդել, որովհետև նման պարագայում ես ձեզ վստահեցնում եմ, այդ ինչ են ասում, պուշեչնեյ մյասը, հա, թնդանոթի միսը, որովհետև լավ է, էլի, մենք դարասկզբին տվեցինք զոհեր, ունեցանք ցեղասպանություն, երկրորդ համաշխարհային սովետական միության համար արյունաքամ եղանք եւ եկանք հասանք Ղարաբաղի համար, այսօր ունեցանք այնտեղից երկրից վտարված մեր հայրենակիցներ, որոնք ինձ հայրենի հողից վտարվեցին, ռուս խաղաղապահների խաղաղ եւ խաղաղապահների լռության ներքո եւ ես համոզված եմ, ինչ խոսում էր հեռուստադիտողը, դա շատ լավ հասկանում է, բայց շատ հեշտ է նախ նման իրավիճակ անհնար է 300,000 ադրբեջանցի, դուք հասկանում եք ինչ թիվ եք խոսում, բայց ես ձեզ ասեմ 300,000 հայ տղա գտնել եւ ուղարկել Ռուսաստանի կողմից կռվելու, այդ դա հնարավոր է այն պարագայում, երբ որ անցնեն այդ պրոռուսական ուժերը ըստ էության, որովհետեւ պրոռուսական ասել կուզի մտնել այդ դաշնության կազմի մեջ եւ դա էլ ասել կուզի դե բա մեզ չօգնեք, բա որ այդ ուժերին մանավանդ որ Հայաստանը, կներես, որ միջամտում եմ, Հայաստանը ամենաբարձր մակարդակով երկրի վարչապետի շուրթերով հայտարարել էր, որ ուկրաինական պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Բնավ։ Եվ այսօր եթե մենք ընտրել ենք բազմավեկտորային քաղաքականություն եւ բալանսավորված քաղաքականություն, գիտես, ինձ թվում է մեր ռուս գործընկերները այս պարագայում, հա, պետք է շատ լավ հասկանան, որ եթե մենք եվրոպական, նկատի ունեմ ստապ գործընկերներին, եթե մենք Եվրոպան եւ ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհը եւ ընդհանրապես միջազգային մեր գործընկերները այսօր եւ դա մենք տեսնում ենք հողի վրա 40-ից ավելի միջազգային ղեկավարներ Հայաստան հենց այնպես չեն գալիս մի երկիր, որը վստահություն չի ներշնչում։ Եթե մեր այսօրվա վարած քաղաքականությունը չներշնչեր այդ վստահությունը, չէր լինի ոչ TRIP-ը, չէր լինի ոչ Եվրոպական գաղափարաժողովը, չէր լինի այդ ամբողջ վստահության կրեդիտը, որ ունի այսօր 18 թվականից ի վեր, հա, այդ երկրի առաջընթացը, եթե վստահությունը չլիներ, նրանք չէին լինի այստեղ եւ ես ավելի քան համոզված եմ, որ այդ վստահությունը պետք է ուղղակի տեսնի նաեւ մեր ռուս գործընկերները, երբ որ մենք ասում ենք, որ ոչ մի բան չենք անելու Ռուսաստանին դեմ, բայց նաեւ մենք ոչինչ չենք անելու Հայաստանի շահերի դեմ։ Առաջին հերթին։ Այո, առաջին հերթին, այսինքն մեր շահերը մենք չենք ստորադասելու ոչ մի գերտերությանը,
ոչ մի որտեղ որ այն գտնվի մեր մայրցամաքում, հյուսիսում, հարավում, արևելքում եւ կամ արևմուտքում Օվկիանոսից այն կողմ թեկուզ։ Եվս եւ այդ վստահությունը մենք Ռուսաստանի գիտություն, մենք այդ վստահությունը արդեն ունենք, կարելի ասել, երկրագնդի մեծամասնության երկրների կողմից եւ հրավիրում եմ Ռուսաստանի ղեկավարությանը եւս այդ վստահության վրա չկասկածել, որովհետեւ երբ որ մենք ասում ենք, որ մենք ոչինչ չենք անում որևիցե երկրի դեմ, դա երևում է եւ արտացոլվում է գործողություններով։ Երբ որ մենք այսօր տանում ենք խաղաղության դիսկուրսը կամ մենք այդ գործընթացի մեջ ենք, մենք ժողովուրդը, հայ ժողովուրդը պատմությունն է։ Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք ըստ էության ամենախաղաղասերն ենք։ Չէ, եթե այսպես նայենք, հա, եթե պատմությունով գանք, եւ խնդրում եմ չաղավաղել մեր ժողովրդին համարելով հակառուս, ոչ Մկրտչյան Գագիկը, ոչ Ավագյան Արմանը հակառուսներ չենք։ Մենք պրո-հայեր ենք, պրո Հայաստանի Հանրապետության շահերի մասով եւ մեր երեխաների, մեր եկող սերունդների մասին մտածողներ ենք, մենք երբևիցե չենք ուզելու, որ մեր որդիները գնան եւ զոհվեն հանուն ուրիշի շահերի, այլ մենք ուղղակի ուզում ենք խաղաղություն, չմոռանալով, որ մենք միշտ էլ պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանելու, երբ որ դա կվերաբերի ուղղակի մեր շահերը ոտնահարողներին, բայց մենք այսօր ընդամենը ուզում ենք գործընկերային հարաբերություններ ունենալ եւ այնպես չի, որ մեր արտադրանքը, այսպես ասենք, չեն կարող հավանել քաղաքակիրթ աշխարհում եւ այնպես չի, որ այդ նույն քաղաքակիրթ աշխարհը մեզ չի այդ գործում օգնելու, դրա վառ վկայությունն է տրիպը, դրա վառ վկայությունն են բոլոր ձեռքբերված այն պայմանավորվածությունները, ըստ որի մեր այդ խաղաղության խաչմերուկը միջին ասիական բոլոր երկրներից իրենց տարանցիկ գործընթացները եւ ապրանքափոխանակությունները կարող են դեպի արևմուտք, Եվրոպա փոխանցել մեր միջոցով իմիջայլոց, դրա մի օրինակ կար նաեւ տեսանք, թե ինչպես Թուրքիան արդեն ֆասիլիտացիայի գործընթացներ սկսեց եւ դրանք վառ վկայություններ են ընդամենը եւ եկեք այսպեսի մի բան ընդամենը ֆիքսենք, էլի, ժողովուրդ ջան, մենք այնքան դեռ չափից էլ ավել հայեր ենք, մենք 90 քանի տոկոսով հայերով ենք բնակեցված մեր երկրում եւ ես ինչպես ասեմ, այդ թակարդը, որի մեջ այդ 300,000 ադրբեջանցիներ, որոնք այդ հին խոսույթն է, որ նրանք կիրառում էին, որպեսզի Ղարաբաղի թեմայով նաեւ հակազդեն հայերի վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչպես գիտենք, որը անցյալում էր, ու այդ խոսույթը անընդհատ ուզում են տենց բլբլթացնելով թարմացնեն, նորից հետ բերեն, որպեսզի կարողանան, հետո գիտես ինչ կա, այդ էլ ասեմ եւ շատ կարեւոր բան է, Գագիկ ջան, վտանգավոր։ Տեսեք, հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ պիտի այդ խոսույթը օգտագործեն, ու ոնց որ Արցախում էին կանգնում եւ ասում իդիտ, եկեք, մեզ օգնեք եւ տեսանք, էլի, որ չօգնեցին, այդ խոսույթը հանկարծ չփորձեն մանիպուլացնեն, որպեսզի դիմեն հյուսիսային հարևանին եւ ասեն մեր հայությունն են ուզում ոտնահարել, մեզ գալիս են նվաճ, այն նույն դիսկուրսներն է, գալիս են մեզ նվաճելու, հյուսիսային հարևաններ, եկեք մեզ փրկեք, որովհետեւ մեր ինքնությունը եկեղեցին հասկանում ենք, չէ՞, այդ ամբողջը ինչ սոուսով է համենվում, ժողովուրդ ջան, թակարդներ են, հիբրիդային թակարդներ են, վտանգավոր թակարդներ են, սառնասրտություն, միայն սառնասրտություն, եւ ինչ որ անելու ենք, միայն Հայաստանի Հանրապետության շահից դրդված։ Միայն դա է, եւ մենք թշնամի չենք ոչ մեկի հետ այսօր։ Ընդ որում Հայաստանը շատ ակնհայտորեն տեխնոլոգիական թռիչքային զարգացման մեջ է, դրա ապացույցը նաև հենց բառացիորեն օրերս հայտարարվեց, որ հայկական ռազմարդյունաբերության արտադրանքները տասնյակ միլիոնավոր դոլարների արդեն արտահանել են։ Մի երկիր, որին թույլ չեն տալիս բազմա պրոֆիլ կերպով, տարբեր երկրներից գնումներ կատարել զենքի, հիմա արտահանում ենք։
Հետո ժողովուրդ ջան, չմոռանանք շատ կարևոր մի բան, թրիփը չմոռանանք Nvidia-ն, չմոռանանք Միացյալ Նահանգները արդեն եղել են մեր մոտ եղել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջի Վենսը, որը խոսեց 13-ից 15 միլիարդ ներդրումների մասին, որոնք լինելու են բիզնես ներդրումներ։ Այդ որ խոսում են այդ աշխատատեղերից, Գագիկ ջան, այդ փուչիկային, որոնք մենք մեռանք ասելով, մի հատ եկեք ապացուցեք, այդտեղ են աշխատատեղերը թրիփում, որովհետև դրանք տասնյակ, հազարավոր 13-ից 15 միլիարդ։ Դա Այ հյուսիսային հարևանը արդյոք այդ գումարի ինչ-որ մի բան, դե մեր որտեղ հասկացանք, որ բանակը տեսնում ենք ինչ իրավիճակում են, հա? Մայիսի 28-ին ականատես կլինի։ Մեր հայկական բանակը, ես համոզված եմ, դա մենք պետք է ոգեշնչված ֆիքսվենք եւ տեսնենք, դա մեր ուրախությունն է վերջ-վերջը։ Դա մեր ուրախությունն է, որ մենք այսօր բանակը մեր գնում է առաջ ինքնապաշտպանվելու եւ հակազդելու, հա, եթե մեր վրա փորձեն հարձակվել եւ ժողովուրդ ջան, այդ աշխատատեղերը գալու են։ Թրիփը լինելու է։ Միջին Ասիայի համար ավելի քան կենսական է այսօր մեր տարածաշրջանով, Ադրբեջանով, Հայաստանով անցնել եւ գնալ Եվրոպա եւ արտահանել այդ ամբողջ բնական ռեսուրսները, որոնց կարիք ունեն Եվրոպան, այնտեղ բացառիկ մի գործընթաց է տեղի ունենում։ Դրա համար եմ ասում, սառնասրտորեն, հանգիստ, ժպիտով ֆիքսել մի բան, որ մենք այսօր Աստված տվել է մի շանս, որ մենք կարող ենք մեր ընտրությունը կատարել շատ դեմոկրատ կերպով, շատ հանգիստ եւ մեզնից հասնում է միայն կատարել մեր քաղաքացիական պարտքը, որպեսզի թույլ տալ Հայաստանի Հանրապետությանը շարժվել առաջ այնպես, ինչպես թելադրում է Հայաստանի Հանրապետության գերակա շահը։ Հա։ Ես օրինակ ինչ որ արտառոց բան չասեցի, հա, երևի թե։ Ես օրինակ երեք նայում էի մի բանավեճ ՀԱԿ-ի ներկայացուցիչի եւ Եվրոպամետ կուսակցության ներկայացուցիչի միջև ու մի փոքր զարմացա անկեղծ ասած, որովհետեւ այնտեղ ես տեսա էլի հիմնականում մանավանդ երբ որ խոսքը վերաբերում է տնտեսական ծրագրերին, էլի, հա, տնտեսական բլոկը գալիս է ոնց պատտվում է, էլի առնչվում է հյուսիսային ուղղության հետ։ Ինչու՞։ Չէ որ դուք ձեր ամբողջ գործունեության ընթացքում մշտապես շփվել եք արևմուտքի հետ, եւ այսօր ասենք խոսել ներկայացրու եղբայր երկուսն էլ։ Ինչ խոսք։ Բայց համեմատության մեջ, երբ որ դու ասում ես համ, բայց այս համը, այսպես ծանրակշիռը, այս մյուսը գետնից էլ վերև չի բարձանում։ Եվ որոնք այսօր Գագիկ ջան չեն կարող համակցվել, այսօր չեն կարող համակցել այդ երկուսին։ Ինչպես որոշ ուժեր փորձում են ներկայացնել, որ կարելի է հյուսիսային հարևանին ներգրավել տրիփի մեջ, բանանար չէ։ Եվ մյուս կողմից էլ ինչպես որ Ռուսաստանի գործընկերներ որոշ հայտարարում են, որ պետք է կատարել ընտրություն։ Չի որոշ գործընկեր, մեկն էլ հայտարարեց, չէ, նախագահն էլ, որ այդ ընտրությունը այնպես չի, որ մենք փորձում ենք կամ ուզում ենք իրականացնել, եթե հարկ լինի այդ ընտրությունը իրականացնել, ես ավելի քան համոզված եմ, այդ ընտրությունը մեզ համար կլինի շատ ակնհայտ, թելադրված գերակաշահով, բայց գիտեք ինչ կա, այսօր ամբողջ ուժով մտածել, որ կարող է հյուսիսային հարևանը ինչ խոսք, կա շուկա, բայց այդ մարդիկ շուկայից չեն խոսում, այդ շուկան, մի րոպե, դուք բեռը դնում եք մեր գործարանների վրա, դրանցից գեներացված հարկային եկամուտի վրա, որպեսզի իրականացնեք այդ ձեր բոլոր ծրագրերը, այդ տասնյակ հազարավոր աշխատատեղեր, այդ լսեք, այդ կոնկուրսը ավարտվել է, այդ դիսկուրսը, այդ որ պաթոսային դիսկուրսը, որ տենց հավաքվում են Բրեժնև, Չեռնենկո, Խրուշչ, մեր չկա, այդ պատմությունը, դա մեր հանքային ջուրը կծախենք արաբներին, հա, այն գլխից որ ասում են, ինչո' գիտես ինչ կա, մնանք չմնանք էլի Գյուլնաստատի հեքիաթների դոմենից, էլի, լինենք ռեալիստ եւ տեսեք, այսօր լավ, այսօր Ռուսաստանը գնաց Չինաստան ակնկալելով տնտեսական աջակցություն։ Հա։
Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Իսկ մինչև այդ մենք արդեն հուշեցին, որ եթերաժամն է սպառվեց, իսկ մինչև այդ Թրամփն էր Չինաստանում եւ այնտեղ աջակցության մասին խոսք չէր գնում, խոսք էր գնում միայն գործընկերության, առևտրի մասին, որը երկուսին էլ ձեռնտու է։ Թրամփը, որի հետ մենք գործակցական հարաբերությունների մեջ ենք, Թրամփ, որի հետ մենք թրիփ ենք, արդեն առաջընթաց ունենք այդ հարցում, եւ ես կոչ եմ անում, քանի որ մեր եթերը ավարտվում է, այն բոլոր ուժերին, որոնք արի ու տես կարող է այնպես լինի, որ վերջի հայտնվեն ընտրական պայքարի մինչև ֆինիշ կան հասնեն, շատ ավելի ռեալ դատել եւ չսնուցել իրենց ընտրողին գյուլնաս տատի հեքիաթներով, այլ լինել պրագմատիկ եւ տալ կոնկրետ ճշգրիտ այսպես ասենք թվեր, ապացուցեն իրենց ծրագրի ճիշտ լինելը, որովհետեւ մենք կարող ենք գեղեցիկ, պաթոսային, նացիոնալիստական, հուզմունքային, կենացային արտահայտություններ Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացին, որը ես տեսնում եմ, ես շրջում եմ, տեսնում եմ, թե ինչպես են այսօր քաղաքացիները ազատ կերպով շփվում ղեկավարության հետ եւ նույնն էլ արդեն պարտադրում են մյուսներին, արի ու տես ինչքան հետաքրքիր ձևով այդ օպոզիցիոն ուժերը սկսել են հետաքրքիր ձևով այնպիսի դեմոկրատ խաղալ, որ նմանակում են ու ասում ես, այ մարդ, բայց 30 տարի առաջ էս ո՞նց էր, որ դուք այդպես չէիք։ Ուզում եմ ասել, Ժողովուրդ ջան, շատ հանգիստ կերպով եւ ամենակարևորը վախենալ պետք չէ ոչինչից, բայց մի բանից չլինել пассив եւ անպայման մասնակցել ընտրություններին։ Շնորհակալություն Արմեն ջան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի միջազգայնագետ Արման Ավագյանի հետ, ամենայն բարիք ձեզ։